Բարույս էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով, այս հրաշալի օրը, որ Աստված պարգևեց մեզ, շաբաթվա առաջին օրը, երկուշաբթի, եւ դա շատ խորհրդանշական է, սկիզբը միշտ Քրիստոսով։ Եկեք այսպեսի մեզ համար դրոշ վերցնենք այսօր եւ հայտարարենք մեր սկիզբը պետք է լինի Քրիստոսով։ Այսօր մեզ է միացել Նազոտ Տեկիր Մեջյան եղբայրը Սիդնեյից, նա նոր կյանք առաքելություն եկեղեցու հովիվն է։ Նազո եղբայր, բարև, շնորհակալ եմ, որ միացաք մեզ։ Բարև Աբրահամ եղբայր, ես շատ ուրախ եմ, որ այս հրավերը ինձ ուղարկեցիր եւ շատ սիրով եւ ուրախությունով գմյանամ հերավոր Սիդնեյեն, Ավստրալիայեն, Australia համար գսեն down under, այսինքն վարը եւ դագը, աշխարհին վարը եւ դագն ենք։ So այդ ցամաքամասեն գողջունեմ բոլոր մեր սիրելի եղբայրներուն եւ քույրերուն, որոնք գեհդեվին այս օրվա մեր զրույցը։ Այո, իրականում Ավստրալիան շատ հետաքրքիր երկիր է եւ այսպես կարելի ասել շատ խորհրդավոր տակ գոտի է նաեւ գիտենք այնպես որ դուք ձմեռ չեք տեսնում եւ երանի ձեզ որովհետեւ տակը ամառ թե ձմեռ եղանակը նազո եղբայր Բարեխան եղանակ ունենք այստեղը պարկասը Փարտիդոչա Կրկին Նազո եղբայր շնորհակալ եմ որ միացար մեզ եւ մենք երկրորդ անգամը որ իրար հետ ունենում ենք այս live stream-ը, այսինքն ուղիղ եթերը շատ սիրեցինք ես առաջին անգամ եղար այստեղ Հայաստանում եւ մեզ հետ էիր ուրեմն այստեղից խոսացիր տիրոջ խոսք եւ շատ օրհնություն վայելեցինք եւ այսօր կրկին անգամ միասին ենք Նազո եղբայր արդեն հեռավորության մեջ հեռակապով կրկին ուզում շնորհակալությունս հայտնեմ եւ անցնենք բուն թեմային Հիսուսի ոնց է թեման Հիսուսի գալուստի նշանները կամ վերջին օրերի նշանները այո վերջին օրերի նշանները եւ մտքից մի բան եկավ ես այսպես թույլ մի հատ այդ նախաբանի պես մի բան ասեմ, որովհետև որքան հասկացա ինձ ձեր թեման վերջին օրերի մասն է եւ այս իրադարձությունները ինչ որ կատարվում են շատ անգամ շատ քրիստոնյաներ այս մի երևույթից են շատ վախենում ների գալուստից եւ շատ հաճախ հարց են տալիս ինձ ինչպես է լինելու ոնց ինչպես պետք է անենք այդ չիպը չենք ուզում որ մեր մեջ դնեն վերջապես չենք ուզում որ ները գա մեզ վրա իշխի իմ պատասխանը մի հատ է դու մի սպասի ների գալուստին դու սպասի Հիսուսի գալուստին ամեն այդպես Նազո եղբայր մենք սիրով քեզ լսում ենք շատ շնորհակալ եմ եղբայր Գերգին դեր օրհնե Սերդիս վրա ինչ որ ասված թրավ այսպես ասեմ այս վերջին օրերու նշանները կամ ինչպես որ թուգալ ասիկ եղբայր Հիսուս Քրիստոսի քալուստը երկրորդ քալուստը եւ երբ որ մենք այս նյութերու մասին գսկսենք խորհելու մտածելու սերդելու անոր կարևորությունը կտեսնենք եղբայր մենք որպես քրիստոնյաներ որպես եկեղեցի այն օրերու մեջ որ գաբրինք այս օրերը որ օրերը ցույց կտան ասոնք եւ որբեսի գիտնանք մենք որ օրերու մեջ գաբրինք մենք մեր ցերկ ունենք հավիտենական Աստծո խոսքը եւ երբ որ մարգարեություններու մասին ու կա վերջին օրերու գիտեք հայտնությունը բոլորը կխոսի այդ երևույթներու մասին նաեւ ունենք այլ դեղեր հիշված Բայց եթե ուզեմ այսպես ամփոփված մեկ գլխու մեջ փնտրել այն մարգարեությունները, որոնք խոսված են, հիշված են վերջին օրերու մասին, պետք է մեր ուշադրությունը դանենք եւ դարձնենք Մատթեոս ավետարանի 24-րդ գլուխը, Ղուկաս ավետարանի 21-րդ գլուխը, ուր Հիսուս
կրնամ ասել շատ ամփոփ կերպով, բայց այնքան հարուստ եւ այնքան ընդարձակ դերակցություններ գուտա, որ մենք կրնանք գիտնալ ինչ կրնան բադահիլ այս վերջին օրերում մեջ։ Կուզեմ ցեզի քոնե կանիմը համարներ գարտալ եւ անգեյետ սկսենք մեր խորհրդածության։ Եթե գարտանք Մատթեոսի 24-րդ գլուխը գսե 4-րդ համարեն սկսյալ գարտամ կանիմը համարներ Մատթեոսի 24-րդ գլխուն 4-րդ համարեն գսե Հիսուս պատասխանեց ըսկուշ կեցեք չլա որ մեկը ցեզ խապե բասնզի շատեր բիդի կան իմ անունով ուսեն ես եմ Քրիստոս ու շատեր բիդի մոլորեցնեն բիդի լսեք բادرազներ ու բادرազնելու լուրեր ըսկուշ կեցեք որ չխրովիկ բասնզի այս ամենը պետք է որ ըլլան բայց թեր վերջը չէ Վասնզի ասկասկի վրա պիտի ելե ու թակավորության վրա եւ դեղ սովեր ու մահդարաժամներ ու երկրաշարժներ վիրելան սակայն ասոնց ցավերուն սկիզբն է եւ կշարունակե այսպես վերջին օրերու համար քրիստոնյաներու հանդեպ եղած հալածանքները նեղությունները եւ շարքը Հիսուս այնքան քեղեցիկ կերպով գնագարակրե սիրելի եղբայրս եւ գիտեք մենք որպես եկեղեցի մենք որպես Քրիստոսի զավակները պետք է որ ասոնք մեր ուշադրության արարգան դարձնենք այո որտեղ ասոնք մեզի ցույց կտան որ ինչ կբադահի եւ ուր ենք մենք եթե գարտացին կսե ասկասկի վրա բիդելլե թակավորության վրա բادرազմեր բիդի ըլլան Գիտեք այս վերջերս բادرազմերը որոնք սկսած են ընդհանրապես վերջ չեն գտներ մի քանի տարիներ առաջ Ուկրաինի եւ Ռուսիայի բادرազմը 10 տարիներ առաջ որում մտքենք անցներ որ այսպիսի բادرազմ վիդելար այս երկու թրացի երկերներում մեջ ոչ մեկը հիմա մեծ վախեր կան որ Բարսկաստանի Հրեաստանի Ամերիկայի մեջ բادرազմը ծայրդա եւ չեն գիտեր դակավին ինչեր պիտի բադահի ասկի վրա գելլե թակավորության վրա դեղ սովեր մահդարաժամներ այս փնության փերած աղետները երկրաշարժները հեղեղները ցունամիները գիտեք մեկ հատ այսպես կարճ արկնարկ մի երթենք նային քանիմը դարիներուն պիտի տեսնենք թե ահավոր երբով անոնք բադահեցան եւ կբադահին եւ գիտեք ասոնք շատ կարեւոր են որ մենք հետևենք եւ եկեղեցին այսօր ուշադրությունը կդառնա որ այնքան ուշադրություն կդարձնենք այս բոլոր քաղաքական եւ այսպես դնդեսական հարցերուն վրա որոնք շատ կարեւոր են բայց Իմ ուշադրությունս եւ իմ գետրոնացումս մի ուրիշ տեղ գնաց եւ այս գլուխը գարտայի եղբայր Ինչու համար այս մեկը գսեմ որովհետեւ բادرազմերը որոնք կան եւ կբադահին Երկրաշարժները կբադահին հեղեղները կբադահին Մենք որպես եկեղեցի մենք որպես հավատացյալներ ինչ կրնանք փոխել եւ ինչ կրնանք անել այս Փնության եւ այս բادرազներուն փերած աղետներուն ուղղությամբ Այսօր կհավատամ ես որ Ուկրաինայում մեջ գտնվող եկեղեցին առաջին օրենը սկսան աղոթելու ասելու որ դեր այս բادرազմը թող թատրի դեր այս բادرազմը թող վերջ գտնե Եվ ինչ է մագաղոթեն եւ դակավին բادرազմը կշարունակվի Նույնը Մնացյալ բաներուն աղետները փնության աղետները երկրաշարժները հեղեղները ցունամիները Գիտեք ուշադրությունս քրավեց դերոջը հոգին որ մենք այս եղած դեպքերում մեջ կրնանք փամը փոխել որպես եկեղեցի եթե գանքնենք եւ սկսենք աղոթելու բادرազներուն ուղությամբ կրնանք այդ բادرազներուն թաթարդալ վերջտալ Ուկրաինայի եկեղեցին գաղոթեգոր աշխարհի բոլոր եկեղեցիները գաղոթեն գոր գիտեք Սուրիո մեջ ես
Հալեբահայ Սուրիացի մըլլալով ահա մոտավորապես 15 տարիներ է բادرած կան ներքին եւ եկեղեցին եւ on մեր գտնվող եղբայրները քույրերը մշտադեպ գերբով գաղութեն փաստագավին խաղություն չկա փաստագավին վերջ չկա այլ խոսքով ասի ասել գուզեմ ինչ կրնանք մենք փոխել այս եղած մարգարեություններուն ուղղությամբ որ Հիսուս սրավ իմ գարձիկս ասիգա գրնա շատ հավատացյալներ համացանին գրնան չհամացանին իմ գարձիկս մենք բամը չեն կրնալ փոխել միակ բանը որ գրնանք փոխել աղոթելու այն հավատացյալները եկեղեցիները որոնք այդ բادرազմի զոնին մեջ են աղոթենք որ դեր զանոնք բահե դեր զանոնք պաշտպանե դեր զանոնք ամեն չարեն բահե եւ մեր այդ աղոթները հավանաբար գլսվին եւ դերը կբահե իր եկեղեցին դերը կբահե իր զավակները բայց թե բادرազմները գեցնելու ասենք փնության աղետները գեցնելու ուղղությամբ ես իմ գարձիկով շատ բան փոխելիք չունինք բայց իմ ուշադրությունս այսօր պիտի դարձնեմ այլ բաներու ուղղությամբ որ մենք գրնանք փոխել վերջին օրերու այս մարգարեություններու մեջ հիշած Հիսուսի խոսքերեն գրնանք փոխել ուզեմ քանի մը գեդեր ցեզի հետ կիսվիլ առաջին եթե ուշադրություն ինքս է ըսկուշ կեցեք չլա որ մեկը ցես խափե Շատ կարևոր խոսք է դեպ շատ կարևոր այո Հիմա ես բادرազմերը չեմ գնարգեցնել, աղետները չեմ գնարգեցնել, բայց կրնամ ինքզինքիս վրա ուշադրություն դարձնել։ Ամեն Ճշմարտության մեջ գնալ, որբեսի ես չխափեմ։ Եվ որեդե վերջին օրերում մեջ խափեությունը այնքան շատ պիտի ըլլա, Հիսուսի առաջին խոսքը մարգարեության ուղղությամբ, վերջին օրերու մարգարեության ուղղությամբ բادرազմները չեն, երկրաշարժները չեն, հերեղները չեն։ Ինձ եւ քեզի գսկուշացն է։ Ըսկուշ եղիր։ Նազո, Աբրահամ, Մարի, Սևան, ըսկուշ եղիր։ Ինչ բանի։ Ըսկուշ կեցեք չլա որ մեկը ցես խափե։ Այնքան մոլար վարդապետություն պիտի ըլլա։ Այնքան քրիստոնեությունը ներկայացնող համոզումներ եւ մտածումներ դուրս պիտի կան որոնք շատ թյուրին պիտի ըլլա նույնիսկ հավատացյալները որոնք չեն հաստատված խոսքին մեջ եւ խոսքը լավ չեն գիտեր շատ թյուրին պիտի լա զիրենք շեղելու եւ զիրենք խափելու Հիսուս գիտեր այս մեկը անոր համար ամենեն առաջին խոսքը մարգարեական եկեղեցին եղավ, ըսկուշ եղիր, ով եկեղեցի։ Չլա որ մեկը ցես խափե։ Գիտեք, սիրելի եղբայր, երբ որ Հիսուս երկրի վրա էր եւ իր առաքելությունը գներ, իր մեծակույն ըսկուշացումը իր աշակերտներուն, երբ կսեր ըսկուշացեք թբիներուն եւ փարիսեցիներուն խմորեն։ Այո Մասնավորապես այն անձերը, որոնք հոգևոր թիրքի վրա են, հոգևոր բաշտոնի վրա են, եւ երբ Հիսուս կխոսեր իր աշակերտներուն, կսեր ըսկուշացեք անոնց մե, որովհետեւ անոնք ձերերուն ավանդությունը փերին, մարդոց ավանդությունը փերին եւ Աստծո օրենքը խափանեցին։ Հիսուս քանիցս այս մեկը փարիսեցիներուն եւ թբիներուն ասավ։ Եվ գիտես, օրվա հրյաները համոզվեցան ընդունեցին, թե ձերերուն պերած ավանդությունը ավելի կարևոր է, քան թե Աստծո պատվիրանքը։ Ես կգարձեմ, թե երբ Հիսուս կսե որ ըսկուշ եղեք, ով եկեղեցի, մասնավորապես այս ուղղությամբ։ Երբ մարդկային, գիտեք, մենք որպես հնամյա եկեղեցի 1700 plus տարիներու եկեղեցի։ Մեր եկեղեցվով պատմության մեջ եկած է որպես հայ ժողովուրդ, եկած է շատ բաներ, մտածեն եւ ավանդություն դարձած։ Ավանդույթներ, այո։ Որքան պետք է հավատացյալներ, մենք որպես հավատացյալներ, քրիստոնյաներ, գանքնենք եւ սկսենք այդ բոլորը, որոնք եկած են։ Հոգ չէ որ անիգա
հարերու բատմություն ունի անիգա սկսինք փախտadելու Աստծո խոսքին հետ ամեն ավանդություն որ զուգահեռ կընթանա Աստծո խոսքին հետ այդ ավանդությունը մենք կընդունենք իսկ ամեն ավանդություն ամեն վարդապետություն ամեն ուսուցում որ զուգահեռ չընթանա Աստծո խոսքին հետ եւ մանավանդ կհագասե որ չաբալ հինլա ով լանոր հեղինակը մեզ պետք է չխապե անորմար Հիսուսը սկուչ հեչեք չլա որ մեկը ցես խապե խապողներ բիդե ըլլան եւ ամենեն վտանգավոր բանը երբ մենք այս ուղղությամբ գդարվինք ես հրավեր կուտամ մեր սիրելի եղբայրներուն եւ քույրերուն որոնք այսօր կհետևին ինչ որ սորված ես ինչ որ հինեն ամփարած ես Երևս համոզումներու եւ նույնիսկ հավատքի վերածված է վերադեսության ենթարկ է Աստծո խոսքը մեր ցերկերում մեջ միակ հավիդենական ճշմարտությունն է որ Աստծո շունչով ներշնչված է եւ փախտած է ինչ որ ունիս ինչ որ համոզված ես անոր հետ չլավ թե մեկը քեզ խապե նույնիսկ այդ անձը քեզի համար շատ բադգարելի շատ բադվավոր անձ մըլլա մեծ համբավ ունեցող մեկը ըլլա բատմական հերոս մըլլա նայիր թե Աստծո խոսքին հետ հաշտ է զուգահեռ կընթանա Հիսուսի առաջին խոսքը ասի եղավ զգուշացեք չլա թե մեկը ցես խապե եկեղեցին մեծ վտանգի մեջ է նման խապկանքի առջև է ասիգա վերջին օրերու նշաններն է եւ ասիգա բիդի շատնա բիդի ընթարցակի եկեղեցի արտնցիր զգուշ եղիր այս ուղղությամբ առաջին բանը որ ուզեցի կներես որովհետև խապելու մասին շատ կարևոր էր այս թեման որպեսի ես ուզում եմ այսպես արգումենտ բերեմ կամ հարց բարձրացնեմ որպեսի չխապվեմ ինչ կարիք ունեմ անելու սա շատ կարևոր նախ առաջինը մենք շատ զգուշ պիտի լինենք չսիրենք խապվելու այդ process-ը որովհետև մենք երբեմն ուշադիր չենք մենք չենք փորձում վերլուծել դուք ասացիք վերլուծի չենք սիրում վերլուծել արդյոք ես հիմա ինչ որ մտածում եմ անում եմ խապված եմ թե ոչ սա շատ կարևոր է զգուշ եմ չխապվելու համար թե ոչ եւ երկրորդ բանը որպեսի չխապվեմ արդյոք կարիք ունեմ ոչ թե ընկնեմ հասկանամ որն է սուտ այլ ճանաչեմ ճշմարտությունը որովհետեւ Հիսուս շատ սիրուն ասաց եթե մենք սիրենք ճանաչել ճշմարտությունը բնականաբար արդեն չենք խապի ինչ կասես սրա մասին որովհետեւ շատ կարևոր է նա շատ լավ խորհուրդ էր որ դվիր եղբայր անցը ինքն իրեն հետ պետք է հաշտելա Ամեն Հոգ չէ ինչ համոզումներ հավաքած եմ ինչ բաներու վրա վստահած եմ եւ ինչպիսի հավատք իմ մեջս կառուցված է որտեղ Պողոս արաքյալ գսե այն օրը գսե բոլորս Աստծո առջև հաշիվ պիտի տանք իմ քարոզած ավետարանիս համեմատ ավետարանը եւ Աստվածաշունչը հիմքն է մեր համոզումներուն եւ ճշմարտության Քիչ առաջ փամը ասիկ մարդիկ կսիրեն խապվել այո Ինչու համար որտեղ մարդկային համոզումները եւ մարդկային խաղապարները շատ ավելի գահաջեցնեն ինձի շատ ավելի ինձի գահանգստացնեն շատ ավելի իմ փափակներուս ու երազանքներուս իրականացում գուտան շատ ավելի ինձի հեշտասեր գնեն Մարդիկ կսիրեն այս մեկը Մարդիկ հեշտասիրությունը կսիրեն քան աստվածաշտությունը անոնոմար մարդկային սկզբունքներով թրված բոլոր օրենքներն ու կանոնները կամ այսպես ասենք ավանդությունները մարդուն ցանկը գթյուրացնե թյուրացնելու ինչ բանի մեջ որ ինքը իր մեղսալից ցանկի մեջ շարունակե ապրիլ առանց խղճահարվելու
ինքը իր ցանկին մեջ ովև մեկ փոփոխություն չունենա, ովև մեկ սրբության հանդեպ փափակ մարմաց չունենա, ապրի իր սովորական ցանկը եւ մարդկային փերած այդ բոլոր ավանդական, այդ բոլոր խաղապարները, մտածումները, համոզումները բիդի քաչալերեն անոնք, բիդի չի հայդարարեն, բիդի լույսի չհանեն, բիդի ծածկեն։ Անոնը մարդը գսիրե խապիլ, որովհետեւ գիտեք, երբ որ շատ անգամ գհրավիրենք մարդոց որքան եկեղեցի Աստծո խոսքը լսեն, չեն կար, գիտեք ինչու, որովհետեւ գիտեմ, որ եթե կան ճշմարտությունը պիտի լսեն։ Չեն ուզեր ճշմարտությունը լսել։ Շատ կարևոր Ուզեն է։ երթալ եկեղեցիմը, որ գխոսի միայն բարի կորձերու մասին, քնա բարի կորձ է, բարի կորձությունն է եւ երկինքը վարձ պիտի ունենաս։ Իսկ չեն սիրել լսեն իրենց անձին մասին, իրենց մեջ գտնվող ադելության մասին, իրենց մեջ գտնվող նախանցի մասին, իրենց մեջ գտնվող հին փնության մասին, որ չարիքը կփնդրե եւ կփապակի, մարդիկ չեն ուզեր ասնյութերը լսել։ Գուզեն շատ ավելի խապվել, քան թե հանդիմանվել։ Այո։ Մարդ հաշտ պետք է լա իրանցին հետ, ասելու որ ես կուզեմ ով դեր ճշմարտությունը գիտնալ եւ Աստված անպայմանորեն պիտի հայտնի։ Ամեն։ Ճշմարտությունը ճանաչիր եւ նա կազատի։ Հենց ազատի ինչից, եթե ոչ խապվելուց, խապկանքից։ Շատ կարևոր։ Ճշմարտությունը պիտի գիտնակ եւ այն ճշմարտությունը ցեզ ազատ պիտի արձակի։ Ամեն։ Ճիշտ ինչպես որ ըստ կերպար։ Ամեն։ Ամեն, այո։ Գուզես երկրորդ Այո, սիրո։ Երկրորդը երբ որ Հիսուս ըսավ 12-րդ համարի մեջ Մատթեոսի 24-րդ գրքում մեջ անօրենության շարունակալուն համար շատերուն սերը պիտի բաղի եսա։ Վերջին օրերուն մեջ մեղքի դեսագավորումը եւ հարստությունը այնքան զարգացած է, որ մարդիկ պետք չունին մեղքին երթալու, մեղքը օտոմատիկլի իրենց կով գուկա։ Ես երբ որ երեխա էի, բադանի էի, երբ որ սինեմաները ֆիլմեր գուկային, երբեմն ֆիլմերը այսպես քիչ մենք այնադենգսենք փած երևույթներ ունի, ավելի adult երևույթներ ունի։ Մենք պետք է սինեմա երթայինք եւ սինեմային տիկետ ծախողը պիտի նայեր մեզի, որ մենք մեր դարիքը գները այդ ֆիլմը դիտելու։ Եթե մեր դարիքը չի ներեր մեզի թույլ չեր դար։ 18 պլաս կսա։ Գամ 15 պլաս։ Գամ 15։ Բայց եթե մենք 12-13 տարեկան էինք, գրնար մեզի թույլ չի դար, որ ներս մտնենք։ Հիմա այդպես չի եղբայր։ Այն մոբայլ, որ գուցեքիդ մեջն է 18 պլաս ամեն տեսակ բան մեկ գոջակ է կսեղ մեզ ամեն ինչ բովդ է։ Այսքան ընդարձակված է, այսքան թյուրացած է։ Եվ մեղք երբ որ գշատնա, Հիսուս կսե շատերուն սերը բիլի բաղի։ Հիմա ոսկ ուզեմ կարևոր բան ասել, որտեղ երբեմն սխալ կհասկանանք։ Արդյոք հավատացյալ եթե մեղք կորձ է, կնշանակե սերը բաղած է։ Գրնալալ հավատացյալը մեղք կորձ է, սխալ մունենա, այո։ Արդյոք եթե կյանքի մեջ սխալ մունեցավ, անիգա բաճար գլա որ մեղքը սերը բաքսի, ես կսեմ ոչ։ Որովհետև գրնա բադահիլ մեր կյանքի մեջ որ մենք մեղք կորձենք եւ երբ որ մեղք կորձենք կսխալինք, սուրբ ոգին կհանդիմանե մեզի։ Եվ մենք երտան կխոստովանինք եւ դերը մեզի գները եւ մեր մեղքերի իրարունով կսրբե։ Այստեղ ավելի շեշտված բանը ոչ թե մեղք կորձելն է, մեղքի մեջ ապրիլն է։ Մեղքը սովորություն դարձնել։ Մեղքը կյանքի ապրելակերպի մեջ անբաժան մեկ մասնիկը անել։ Անոնը այսպես կսեմ, երբ որ
հարադև մշտադև մեղքի մեջ կաբրինք, մեր սերը պիտի բացի։ Որովհետև չենք կրնար մեղքը սիրել, նույն ադեն դերը սիրել։ Չենք կրնար։ Այո։ Չես կրնար թե մեղքը սիրել, թե Հիսուս սիրել։ Անգարելի է։ Կամ մեղքը պիտի սիրես, եւ Տեր Հիսուս Քրիստոսը պիտի ադես։ Կամ Տեր Հիսուս Քրիստոսը պիտի սիրես, եւ մեղքը պիտի ադես։ Անոնամար գսե շատերուն սերը պիտի բաղի, որ սերը, այն սերը, որ մենք Աստծո հանդեպ ունենք։ Շատ կարևոր է ագապե սերը, որ Աստված մեր սրտի մեջ դրա որ զինք սիրենք եւ մեր նմանները սիրենք։ Եվ ասեմ, եթե մեր Աստծո հանդեպ ունեցած սերը սկսի վնասվելու, սկսի բացելու, մեր նմաններուն հանդեպ ունեցած մեր սերնալ բիսմիդը սկսի աստվելու եւ բացելու։ Փնագանորեն եղբայր։ Հակոբոս Արաքյալ հստակ կսե Ան որ գսե իր եղբայրը որ գտեսնե գշոշապե ամեն օր է գաբրի չսիրեր ինչպես կարելի է սիրե ասված որ երբեք չտեսներ իրեն so մեր մեջը նայեցեք սեր բառը գործազե ուրիշ բան չէ սեր անօրենության շատնալուն համար շատերուն սերը պիտի բաղի Հիսուս հոն սեր բառը գործազե ինչու որտեւ Հիսուս ինքը ասավ Ինչպես պիտի քիտնան մարդիկ, որ դուք իմ աշակերտներս եք, իմ հետևորդներս եք։ Հավատքի մասին չխոսեցավ։ Բարգևներու մասին չխոսեցավ։ Ծառայություններու մասին չխոսեցավ։ Եկեղեցվո եւ առաքելության մասին չխոսեցավ։ Ըսա որ սերը։ Երբ որ սերը աստվի, մենք կսկսենք անջանաչելի դառնալ։ Ուղղակի ասփարերը կգործազեմ, անջալաչելի կդառնանք։ Աշխարհ չի գնար մեզ դեսնել, որ մենք Հիսուսի աշակերտներն ենք, հետևորդներն ենք։ Անոնամար Հիսուս սավանորության շատնալուն համար շատերուն սերը պիտի բաղի եւ երբ որ սերը կբաղի, մենք այլևս ճանաչելի չենք աշխարհին։ Մեզ չեն ճանաչնար որպես հավատացյալներ։ Անոնամար եկեղեցի կերտանք արդու Իրագի արդու եւ ոն պաշտամուն կնենք, ցերկեր կբարձրացնենք, փարապանություն կնենք։ Եսօրե այդ ուրիշ միջավայրի մեջ կլանք, որ երբ մարդիկ տեսնեն մեզի չեն ճանչնար, որ մենք արդվա այդ փարապանություն ընող, ցերկեր բարձրացնող, օրտնություններ վեր բարձրացնող անցնենք։ Չեն ճանչնար։ Ճիշտ է։ Սերը բացած։ Սերը բացած։ So, գերնամ ես այս հարցին վրա կոնտրոլնել, այո։ Անորմալ ես այսօր գխոսիմ այն բաներուն մասին, որ մենք գրնանք մեր կյանքի մեջ փոփոխության ենթարկել։ Եթե իմ սերս բացած է, եթե ես մեղքի կյանքին մեջ սովորություն դարձած է մեղքինցի, գրնամ անիգա թատրեցնել, գրնամ անով վրա իշխել իշխանություն ունիմ անով վրա Հիսուսի անունով այո։ Բادرազմերը չեմ գրնալ թատրեցնել Չեմ գնար այդ երևույթներուն վրա իշխել, բայց կրնամ իշխել այն կյանքին մեջ, կյանքին համար, որի մեջս է եւ ես Գաբրիմ եւ անիգա մեղքի մեջ է, գրնամ քալ Աստծո առջև խոստովանիլ եւ սել դեր գուզեմ ազատակրվի եւ դերը իր հոգի միջոցով գոտնե ազատակրե ինձի։ Խոս փոփոխություն։ Վերջին օրերու մեջ այս գարքին մեջ ես կրնամ փոփոխություն անել։ Այս բանի մեջ կրնամ փոփոխություն անել։ Մեղքը ադեմ դերը սիրեմ։ Ասո վրա կոնտրոլ ունինք եղբայր։ Բոլորս ալ կոնտրոլ ունինք։ Գրնանք հագագշրել ասո վրա։ Փառքի Սուրբ անվանը։ Ամեն։ 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 Եթե թույլ գուտաս կուզեմ երրորդ կետին վրա։ Սիրով եղբայրս։ Երրորդ։ Ուրեմն երբ որ գարտացինք 12-րդ համարը անօրենության շարնալուն համար շատերուն սերը պիտի բաղի։ Երրորդ միտքը որ պիտի փոխանցեմ, որում վրա գրնանք մենք փոփոխություն հարաճ բերել, սա է։ Բայց ով որ մինչև վերջը համբեր է, անիգա պիտի ապրի։ Ամեն։ Մինչև վերջ համբերել։ Մինչև վերջ հարադև սպասել եւ համբերել։ Եվ գիտեք համբերել փարը եւ համբերության այս փորձառությունը Քեզի անգերց ասեմ, ես չեմ կարծեր, որ հավատացյալ մգա, որ գփապակի եւ գսիրե այս թեմայի մասին լսել, ոչ ալ այս մեկը իր կյանքի մեջ ունենա։ Համբերությունը ամենեն դժվար բաներեն մեկն է։
Եվ գիտեք, խորհուրդ մը գա, մտածում մը գա, որ մեր հավատացյալներու մեջ ընդհանրապես տարածված է, որ երբ համբերության պետք ունին, գուքան եւ գսեն ով դեր գիգանան աստծո արջ եւ գսեն ով դեր ինձի համբերություն դուր, որ գարենամ այս բանը դանիլ եւ այս բանը գարենամ գրել եւ վերցնել։ Գիտեք ընդհանրապես երբ որ այսպեսի աղոթքը բարձրացնենք, ինչ է անոր արդյունքը։ Աստված կդառնա գսե համբերություն ուզես։ Գուզես համբերությունը ավելնա։ Գուզես համբերությունը ավելնա։ Okay, թույլ տուր ինձ որ քու կյանքիդ մեջ նոր դժվարություններու եւ նոր քննություններու արիտամ։ Չէ, մենք հիմա ենք ուզում, նազո եղբայր։ Մենք դա չենք ուզում, ուզում ենք հենց հիմա տա։ Հիմա, այո, այս վարյանի։ Մենք կգարձենք, որ համբերությունը աղոթքի բադասխան եղած թեփ մնե, երևույթ մնե։ Համբերությունը այդպես չէ։ Համբերությունը մենք կսորվենք մեր կյանքին մեջ։ Ամեն։ Ամեն մի դժվարություն եւ ամեն մի նեղություն, որ մեզի կհանդիպի։ Եվ անոնց մեջն է, որ մենք կսորվենք համբերել։ Եվ գիտեք, ես շատ անգամ կգանքնիմ եւ գսեմ, ինչպես կրնամ համբերել, ինչպես կրնամ սպասել։ Դավիթ կսե սպասելով սպասեցի Տերոջը։ Շատ սիրում։ Որքան համբերադար է։ Հիմա անցյալները գխորեի եկեղեցիս անդամներուն հետալ գգիսվեի սի նայեցեք Դավիթ կսե սպասելով սպասեցի։ Երկու սպասելու մասին գխոսի։ Ցեզը հարցնեմ սի առաջին սպասելուն եւ երկրորդ սպասելուն միջև որքան ժամանակաշրջան կա, ով գիտե։ Որքան գրնալալ Աստծո ժամանակի մեջ ոչ թե մեր։ Որքան գրնալալ մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի, 5 տարի, 10 տարի, ոնդերեն քույր մնետվա վսավ եղբայր 10 տարի է իմ կյանքիս մեջ առաջինը սպասելուն եւ երկրորդը սպասելուն միջև եղած ժամանակաշրջանը։ Ճիշտ այդպես է եղբայր։ Այո։ Համբերելը եւ Տերոջը սպասելը Եթե timing լար արդեն մենք համբերության հասկացողությունը պիտի չխոսեինք։ Եթե մեզի ըսվեր որ 3 օր համբեր է, 5 օր համբեր է, 7 օր համբեր է, մենք պիտի ասենք շատ լավ կսպասենք եւ կվերջանա։ Բայց չգանանք բամը։ Մենք պիտի սպասենք մինչև վերջ։ Անորոմար Հիսուս ասավ այս նեղությունները գեղց վարդապետությունները սուտ եւ մարդկային համոզումներուն այս ընդարձակման ժամանակի մեջ, խապեյության ընդարձակման ժամանակի մեջ, մեղքին շատնալուն, մեղքին դեսագավորման եւ այնքան թյուրին access ունենք մենք մեղքին, այս ժամանակներուն մեջ, ով սիրելի զավակս, ով եկեղեցի, որ ես հիմնեցի, Հիսուս կսե, ես կուզեմ որ դուք համբերեք։ Ես միշտ կգենամ եւ գսեմ ինչպես կրնամ համբերել։ Ինչպես կրնամ համբերության այս մարզս ընդարձակել։ 2-3 բաներ կան որ Սուրբ Օքին անցյալները սրտիս մեջ դրավ եւ եկեղեցիս հետ կիսվեցը։ Առաջին բանը պետք է ես գիտնամ թե որու վստահած եմ եւ որու հավատացած եմ։ Այն անձը որ ինձ գսե մինչև վերջ համբերե, սպասե հավատարիմ է։ Այն անձը, որ ես կճանչնամ եւ ինձ գսե սպասե, կհասնի ժամանակին։ Խոստումներու մեջ հավատարիմ է։ Գրնամ իրեն վստահիլ։ Գրնամ վստահիլ իրեն։ Գրնամ վստահիլ, որ երբ ինք խոստում կուտա իր խոստումները գադարելու մեջ հավատարիմ է եւ գրնա ընել ամեն խոսք որ դված է։ Այո, գրնա։ Անորոման անիգայի մեջս հույս կստեղծե։ Եվ երբ որ հույս ունիմ, հույսը ամոթով չցկեր։ Գրնամ սպասել, գրնամ համբերել։ Գարչած եղիր Աստծո անձնավորությունը ճանչնալու մեջ։ Քիծիր թե ով է ու դերդ։ Ինչպես
ինչպիսի Աստվածն է, իր փնությունը, իր փնության կարողությունները, իր փնության փարոյական հատկությունները, ով է մեր Աստվածը։ Եվ թե երբ որ Աստված կխոսի, ինչպես Արաքյալը գսե, անստուդն Աստված խոսացավ, երբ կխոստանա, կգադարե։ Իմ մեջս հույս կստեղծե, եւ այդ հույսը ամոթով չցկեր։ Ամեն։ Կսպասեմ, կհամբերեմ։ Մինչև վերջ կհամբերեմ։ Եվ որովհետև գիտեմ, որ նա ինչ կսե, ան որ մինչև վերջ համբերե, անիգա պիտի ապրի։ Ուղղակիորեն անոր յեդին խոստումը հավինենական կյանքն է։ Կյանք եւ ավելի կյանք։ Փառք լա։ So եկեք այս ուղղությամբ աշխատենք։ Գիտեմ, որ հոգնած շատ անձեր կա մեր մեջը։ Գսպասեն, գաղոթեն, երկար ժամանակ։ Գիտեք, թերևս այսպես ցերկդ բայսակ մգաբոր միան 2 կիլոգրամ է։ Ազիվ կետնեն գվերցնես, կսես օձանր չէ գվերցնեմ անիգա։ Բայց եթե այդ 2 կիլոգրամ բայսակը ցերկիդ վրա 5 վարգյան, 10 վարգյան, 20, 30 վարգյան ըլլա, կսկսիս հոգնելու եւ դեմ գուկավոր կսես չեմ թիմանար եւ գցկես։ Երկար դեվողությունը մեր կյանքի մեջ դժվարություններուն եւ նեղություններուն երբեմն մեզ գողոքնեցնե։ Անոնամար գսեմ եղբայրներ եւ քույրեր, ունինք դերմը, որ մեր փերը կվերցնե։ Եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորված եք։ Եվ ես ձեզ պիտի հանգչեցնեմ։ Իմ լուծս ծեր վրա արեք եւ ինձ մեզ սորվեցեք, որ հեզեմ եւ սրդով բոնար։ Մեր ցաներ լուծերը ինքը կվերցնե եւ մեզի թեթև լուծուդա, որ գարենանք վերցնել եւ համբերել մինչեւ վերջ։ Ամեն։ So համբերությունով սպասենք այս աբագանած աշխարհի մեջ, որում մեջ կապրինք։ Եվ ուզեմ այս աստեղ բամ ասել, որ Terevs սկսնաբորության պետք է ասեի, շատ անգամ այս համոզում ունենք, որ այս աշխարհը այնքան աբագանեցավ եւ այնքան մեղքի մեջ է, որ այլևս կոնտրոլե դուրս է։ Եվ ամեն բան չարին իշխանության դակն է, եւ ամեն բան չարին հագագշրին դակն է։ Ինքը կոնտրոլի մեջ է։ Ես երբեք համացան չեմ ասխոսքին։ Այո չարը մեծ աստեցություն ունի, այո չարը մեծ կործեր գնե, բայց ամեն բան որ կբադահի եւ կգադարվի, ցեզ ասեմ։ Ինչ որ կբադահի այսօր չարիկ որ մենք կտեսնենք, չար բաներ, մեր չի սիրած բաները կբադահին, քեզ ասեմ այդ բոլորը Աստծո թույլտվությամբ կուտան եւ այդ բոլորը գերտան եւ գմիանան Աստծո խոսքին եւ անոր մարգարեություններուն ամանին մեջ գլեցին։ Ամեն։ Ամեն բան պիտի ըլլան։ Ամեն բան պիտի գադարվին եւ ամեն բան դեղին պիտի կա։ Նույնիսկ եթե մենք կտեսնենք, որ օչարը շատ մեծ աստեցություն ունի ներկայիս եւ շատ ավերներ գնե, շատ գործանումներ գնե, այո գնե, բայց երբեք Աստծո հագագշրեն դուրս չէ աշխարհի ներկա վիճակը։ Աստված կոնտրոլի մեջ կբահե իր հագագշրին դակն է եւ ամեն բան մարգարեություններուն ինը բաս կգադարվին։ Մարգարեությունները պիտի գադարվին լա չարիքի միջոցով, լա բարիքի միջոցով։ Բոլորը պիտի իրականանան եւ դերոջը հավինենական ծրագիրները պիտի իրականանան։ Ասոր երբեք կասկած մի ունենաք սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Երբեք կասկած մի ունենաք։ Ամեն։ Եվ վերջին եւ չորրորդ ասեմ կարևոր խոսքը որ Հիսուս մեզի գուղ է մեզի փնության չէ բادرազմերուն չէ նահականներուն չէ զինվորականներուն չէ մեզի գսե արքայության աս ավետարանը փովանտակ աշխարհի մեջ պիտի կարոզվի բոլոր ասկերուն վկայություն ըլլալու անգե հետո վերջը պիտի կա Հալելույա Փառքեստեր Արքայության Հիմա այսպես ասեմ եղբայր, այսպես ասեմ։ Հիսուսի կալուստը հիմնականորեն գախյալ չէ բادرազմերուն շադութենեն, եգրաշարժներուն զորավորը լալեն, որքան մարդիկ կմահանան, որքան մարդիկ կսպաննվին, ցունամիներեն,
որ բեդությունը որ բեդության վրա գդիրե եւ գիշխե ասոնք փոլորեն գախյալ չեն ասոնք փոլոր պիտի ըլլան եւ գադարվին եւ պետք է որ ըլլան բայց Հիսուս Քրիստոսի քալուստը եւ անոր շուտով լալու մեծակույն մարգարեական խոսքը այս վերջին խոսքն է այս ավետարանը փովանտակ աշխարհի մեջ պիտի գադարվի եւ գիտես այս վերջին մարգարեությունը Հիսուս փախտի չցկեց որ աշխարհի մեջ գտնվող մարդիկը pedagogan անձնավորությունները քաղաքական անձնավորությունները նախագահները վարչապետներն են այս վերջին մարգարեությունը հանձնեց եկեղեցին հանձնեց իր ժողովրդին քեզի եւ ինձի եւ բոլորանուն որոնք կլսեն այսօր մեզի գիտեք այս խոսքը ասեմ հստակ երբով եւ ուզեմ լավ լսեք սիրելիներ ուզես Տեր Հիսուս Քրիստոսի քալուստը շուտով ըլլա Քուցերկը սիրելի եղբայրս եւ քույրս եթե այսօր ավետարանը սկսես մարդոց քարոզելու վգայելու այն միջոցներով որ քուցերկը կա գտնա անձնական ըլլա գտնա սոցիալ մեդիայի միջոցով ըլլա Եվ եթե ունիս այդ միջոցը եւ գնես եւ այս ավետարանը փովանտակ աշխարհի մեջ կքարոզվի անգե վերջ կսե վերջը պիտի կա այսինքն Հիսուս Քրիստոսի երկրորդ քալուստը այլ խոսքով Հիսուս ինքը պիտի չնա այս մեկը ինքը ինչ որ պետք էր անել 2000 տարիներ առաջ ըրավ ոչ այլ հրեշտակները պիտի ուղարկե որբեսի քանի եւ ավետարանը քարոզեն այս բաշտոնը Եվ գրնամս էլ այս հրաշալի, այս վեհ, այս արժեքավոր բաշտոնը իր փարավոր քալուստը մոդեցնելու մեծակույն թերը եկեղեցին հանձնեց, ինձ եւ քեզի հանձնեց։ Եվ եղբայր քեզի գուզեմ քաչալերել, դու այդ մեկը գնես հավատար մորեն։ Դերը օրհնե քեզի եղբայր։ Փառք Այս live stream-ը որ գնես եւ ավետարանը եւ Աստծո խոսքը գդարացես ահա ինչ քեղեցիկ նմուշ մնե օրինակ մնե որ ես կուզեմ մեր շատ սիրելի եղբայրներուն եւ քույրերուն ներկայացնել անպայմանորեն բոլորը թերևս այս գերբով չէ որ պիտի անեք Աստված ցեզ մի յուրաքանչյուրին տված է հadoop բարգևներ թերևս տուն մեն մեկ առ մեկ վգայելու մեջ բացարիք քաչություն ունիս ավետարանը քարոզե պետք է որ փովանտակ աշխարհ ավետարանը լսե անոր համար այսօր ավետարանիչներ կան միսիոնարներ կան այսօր social media-ն ամեն տեղ գործե հասնելու ինչու որտեղ մենք գիտենք որ այս մեկը երբ որ իրականանա Հիսուս Քրիստոսի երկրորդ քալուստը գլա ամեն եւ գիտեք բոլորը սիրելիներ որ ասիկա եկեղեցին երազանքն է հարսը եւ եկեղեցին գսե ամեն եկուրի Տեր Հիսուս հենց նոր այդ համարն եմ գալիս շատ կարևոր բան է դա այո նազեր հարսը եւ եկեղեցին գսե ամեն եկուր Տեր Հիսուս մեր բոլորին ագնգարույց փափակն է դեսնենք Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ քալուստը եւ հապշտակվինք իրեն հանդիպելու իրեն հետ լալու ավիդյանս հավիդենից ամեն գրնամսել փանալի թերը եկեղեցին հանձնված է ամեն Կացեք բոլոր աշխարհը ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներուն սա Հիսուսի վերջին բադվերն է որ դվավ առաջ որ երկինք պիտի համբարնար շարունակենք անելու եւ դերը բարի է ամեն բանի մեջ հալելույա ամեն Փառքեստեր Նազո եղբայր իրոք շատ կարևոր է եւ մանավանդ վերջի կետը որ ամբողջացրեց ամբողջ թեման որ օրինակ բերեցի իր հայտնության գրքի մեջից հարսը եւ հոգին թող ասեն ամեն եկուր այսինքն դեռ հարսը պատրաստվելու այդ խնդիրների մեջ է երբ որ գա իր ամբողջական տեսքին դիրոջ հոգին բերի հարսին այդ ամբողջական տեսքին եւ հայտարարի
ես պատրաստ եմ։ Իրոք այս խոսքը ինչ որ դու ասացիր այսօր այս իրադարձությունների մեջ մեր անելիքը, Աստծո որդիների անելիքը դա շատ կարևոր է եւ սա կարող ենք ասել, որ նաեւ իր մեջ պատասխանատվության գիտակցություն ունի, այսինքն եթե ես ասում եմ վերստին ծնված եմ եւ Տիրոջ հարս եկեղեցու մասն եմ կազմում, ապա մենք պատասխանատու ենք, ունենք այդ պատասխանատվություն հասունանալու այդ խնդիրը կա մեր մեջ եւ ինչու՞ չէ նաեւ համբերության մասին խոսացիք, որ համբերությունը տվովի չի, չես կարող ասել, տեր դուր ինքն էլ տա, դա ճանապարհ է, որ պետք է անցնենք եւ դա էլ իր հատուկ պատասխանատվություն ունի, այսինքն դրանով մեզ կարելի ասել, որ Տերը մեզ կոփում է, պնդացնում է, ավելի օժտում է մեզ համբերությամբ, հա? Եվ Տիրոջ ժամանակների մեջ սա էլ շատ կարևոր խոսք էր։ Ես վերցրեցի ինձ համար իմ հասանելիք մասնաբաժինը կարելի ասել այս խոսքի մեջ եւ իրոք աղոթքի թեմա է ինձ համար։ Շատ շնորհակալ ենք Նազո եղբայր այս կարևոր թեմայի մասին, որ խոսացիր։ Գիտեք ինչ, նաեւ ինչն եմ կարևորում սրա մեջ։ Այս իրադարձությունները եթե մեզ վախեցնում են եւ թուլացնում են, ուրեմն մենք լուրջ խնդիր ունենք, շատ լուրջ խնդիր ունենք։ Եթե վախեր են ներշնչում մեր մեջ, ինչ կլինի, ինչ ա լինելու, ինչեր են սպասվում եւ դրանք մեզ համար այսպես մեր մեջ վախեր են արթնացնում, ուրեմն լուրջ է մեր խնդիրը, մենք պետքա սրան վերլուծենք, մեր մեջ հասկանանք խնդիրը ինչ է եւ կարողանանք Աստծո խոսքով լուծել այս խնդիրը։ Մի խոսք էլ հիշեցի հայտնության մեջ, սա էլ կուզեի հիշեցնել, քո խոսալու ժամանակ իմ մոտ այդպես համարներ եկան մի քանի, հիշեցի նաեւ այս խոսքը, որովհետեւ դու համբերության խոսքը սպահեցիր, ես էլ քեզ պիտի պահեմ նեղության ժամանակ, շատ գեղեցիկ խոսք ասա, այսինքն մեր անելիք ինչ է, Տիրոջ համբերության խոսքը պահել, թաքցնել, ամբարել մեր մեջ, որովհետև նա է գարանտիան մեզ ուժ տալու եւ համբերության, այսպես լայն իմաստով, շատ իմաստով համբերություն կերտելու մեր մեջ։ Նազո եղբայր, շատ շնորհակալ ենք։ Եթե կոչ ունեք, սիրով կլսենք եւ ձեր աղոթքով ավարտենք։ Այո։ Շատ լավ եւ ուզեի այս վերջին մտածումով երբ որ մենք խոսեցանք մարդոց սերը դիբատի սիրո մասին խոսեցանք եւ նաեւ համբերության, որը երկայնմտություն է։ Եթե ուշադրություն ենք ասոնք հոգին բդուղն են։ Ամեն։ Որ քաղաքացի 5-րդ գլխում մեջ կգարտանք սերը եւ երկայնմտությունը, որ համբերության հոմանիշն է։ Երկուքը գուկա հոգին բդուղը եւ այս կարևոր երկու գեդերը։ Ուրեմն նախ պետք է ասենք ով դեր գուզեմ ճշմարտությունը ճանչնալ։ Գուզեմ ճշմարտության կալ։ Ամեն։ Մենք պետք չէ որ մենք զմես ցկենք այլ մարդոց խաղապարներուն եւ համոզումներուն վրա եւ մեր հավիդենականությունը վտանգել այլ մարդոց խոսքերուն եւ դված ասենք խաղապարներուն եւ ուսուցումներուն վրա։ Այո։ Ես իր ասում եմ եւ ասե ով դեր ես կուզեմ քեզ ճանչնալ, կուզեմ ճշմարտությունը ճանչնալ։ Կվստահեցնեմ սիրելի քույրեր եղբայրներ, որ դերը մոդ է։ Բոլորանուն որոնք զինք սրդանց կխնդրեն։ Ամեն։ Ինքզինքը պիտի հայտնե քեզ եւ ճշմարտությունը պիտի ճանչնաս եւ այդ ճշմարտությունը քեզ ալգատ պիտի արձակե։ Եվ նաեւ երբ որ յանքիդ մեջ կան գիտես սխալներ, որոնք դու գիտես, խնդրե դերոջ մեն սուրբ ոգին քեզ զորություն գուտա, որբեսի գարենաս այդ հարադև սովորություն դարձած մեղքերեն ազատագրվից, որբեսի գարենաս դերոջը երեսը դեսնել։ Գիտեք, Երանիներուն շարքի մեջ Հիսուս կսե Երանի սրդով մաքուրներուն վասնզի անոնք Աստված պիտի դեսնեն։ Այսինքն այլ խոսքով, երբ որ իմ կյանքի սրդիս մեջ մեղք կա եւ մեղքի
քնագություն կա, զուրգ եմ Աստծո երեսը տեսնել։ Այո։ Եթե գուզեմ դերոջի երեսը տեսնել, գենամ, հանցնվիմ, դերոջը ներումը ստանամ եւ սրբության մեջ գալեմ, որովհետեւ իր փառք եւ երեսը տեսնեմ, որովհետեւ ինքը ուզեմ մեզ հետ ամեն օր տեսնվել եւ հաղորդակցիլ։ Եվ երրորդ, ինչպես որ շատ լավ գերբով հիշեցիր, համբերություն։ Քույրեր եղբայրներ, գիտեմ որ ասիգա ամենեն դժվար հասարանն է ծեր դբրոցի մեջ։ Քրիստոնեական ծեր դբրոցին համալսարանի մեջ ամենեն դժվար հասարաններեն, տասակիրքերեն մեկն է, նյութերեն մեկն է։ Բայց անոր մեջ հիանալի արդյունքներ եւ օրհնություններ կան։ Օպին նայեցեք, ցեզի պիտի չբատմեմ ինչ բադահեցավ, ինչպես համբերությունով դարավ այդ բոլորը։ Դժվարությունները երեք ընկերներուն իրեն անարքական խոսքերը։ Եվ նայեցեք ինչպիսի վերջավորություն ունեցավ Աստված ամեն բան փոխարինեց գրտնաբադիկով։ Ամեն։ Եվ չորրորդ քաչը իրավետարանը կարոզելու։ Մի ամճնար։ Հիսուս քեզի համար Խաչին վրա ելավ, Կողգոթայի սարին վրա, բացահայտորեն քեզի համար եւ ինձ համար խաչվեցավ։ Մի ընդրեր իրեն քախնի աշակերտը ըլլալու։ Եղիր այն աշակերտը, հետևորդը, որ պիտի չամշնաս իր անունը վկայելու։ Խոսիր մարդոց։ Նույնիսկ մարդիկ քեզ զաղրեն, նույնիսկ մարդիկ քեզ իրենց ընկերութենեն դուրս տնեն։ Գեցիր եւ Կավետարանը կարոզ է, անիկա մեծակույն միջոցն է, որ մենք Քրիստոսի քալուստը օր ավելի գմոտեցնենք եւ արակով եւ շուտով գլա եւ գտիմավորենք։ Գիտեմ, որ ամեն հավատացյալները, որ հիմա գաբրին երկու ընդրություն եթե ըլլա, գուզես մահանալ, թե գուզես Հիսուս Քրիստոսի հանդիպիլ, հավշտակվիլ։ Գիտեմ, որ բոլորը դալ մեկ բան դեսեք։ Չեն գուզեր մահանալ, գուզենք թիմավորել իրեն։ Շատ լավ ծերտ է։ Արա ինչ որ գրնասնել։ Եվ Աստված այդ քուպ երազանքը եւ փապակը թող իրագործնե իր բարքին համար։ Ամեն։ Ամեն ազգեր։ Շատ շնորհակալ ենք եւ քո աղոթքով կուզենք ավարտել եթերը։ Շատ լավ։ Դեր շնորհակալ եմ այս արիտին համար, փառքը լակես։ Սրբայս խոսքերը ով դեր։ Եվ գաղութեմ, որ այս խոսքերը թող յուրաքանչյուր ունգընտրող եւ թիդող դեր գարենա որպես քեզ մե եղող խոսք իրենց ուղված որպես պատկամ դառնա օրդեր։ Ամեն։ Թուն փառավորվիր դեր ամեն բանի մեջ, ամեն ադեն եւ ամեն ժամանակ։ Օրդնե ով դեր այս ծառայությունը, օրդնե Աբրահամ եղբայրը գաղութեմ դեր շարունակե այս ծառայությունը իր միջոցով եւ թող խոսքը հասնի շատերու եւ շատերու մասնավորապես իմ ասկիս, իմ ժողովուրդիս։ Շնորհակալ եմ քեզ ով դեր այս արիթին համար, փառքն ու բադիվը ուզենք ամեն բանի մեջ քեզի դալ։ Հայր որդի եւ Սուրբ Օքի Հիսուսի անունով գաղութ։ Հալելույա։ Շնորհակալ։ Ամեն։ Ամեն։ Փառք հրաշալի ժամանակ ունեցանք եւ Նազեղ շնորհակալ ենք քեզանից եղեք օրհնված, պատղաբեր եւ հաջողված եղբայրս։ Մենք հետագայում նորից կհանդիպենք։ Այնպես որ Տեր օրհնի ձեզ, ձեր ծառայությունն էլ եկեղեցուն, բոլորին բարևներ մեր կողմից եւ թող եկեղեցին զորանա Տիրոջմով, կապ չունի աշխարհի ոչ կողմնա, Տիրոջ եկեղեցին զորանում է եւ մի օր կանգնելու է Տիրոջ առաջ, փառք Տիրոջը։ Նազով եղբայր Տեր օրհնի ձեզ։ Սելի քուրեր եղբայրներ, այսպիսին էր մեր եթերը եւ պինդ բռնենք այս խոսքերը, մանավանդ այս վերջին ժամանակները անհավանական, անհավատալի այս երևույթներ ինչ որ տեսնում ենք եւ այնքան արագ են այսօր լուրերը հասնում մեզ մեկ վայրկյանի ընթացքում մենք կարող ենք աշխարհի տարբեր ծայրերից լուրեր ստանալ բայց այդ լուրերը մեզ չեն ընկճում եւ վախեր չեն նշնչում մեր մեջ որովհետեւ մենք կանչված ենք արքայության ավետարանը քարոզելու իսկ դրանից մեծ ավելի պաշտոն գոյություն չունի մենք ենք որ փոխելու ենք այս աշխարհը Հիսուսի անունով Տիրոջ ժամանակի մեջ փառք Տիրոջը Տեր օրհնի ձեզ մնացեք խաղաղությամբ Մարանաթա Տերը շուտով գալու է
կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Առաջ Աստված։